Ողջույն, մի ասացված կա, շատ մի սիրիր, ատել կա։ Սա կարծես լրիվ ժողովրդի նկատմամբ Նիկոլ Փաշինյանի զգացմունքների մասին է։ Առաջ սիրում էր բոլորին, հիմա բոլորին ատում է։ Սերը ես շակերտների մեջ եմ դնում, որովհետև վստահ եմ, երբեք էլ չի սիրել, ատել է միշտ, ուղղակի հիմարացնում էր։ 2019 թվականից մինչ այսօր Նիկոլ Փաշինյանի գործունեությունը ուսումնասիրելով շատերս ենք եզրակացության եկել, որ նա ատում է հայ ժողովրդին, ոչ պակաս, իսկ գուցե ավելի ճիշտ է ասելը շատ ավելի շատ, քան անգամ Ալիևը։ Գործողություններն են դա ցույց տալիս։ Ամեն դեպքում Ալիևը համաձայն է եղել պատերազմը դադարեցնել, Փաշինյանը հրաժարվել է ու հազարավոր զոհեր տվել հենց այդ պատճառով։ Իսկ ինչ կանի Ալիևը հայ ժողովրդի դեմ, որը չի անի Փաշինյանը։ Կա արդյոք մի քայլ ընդդեմ հայերի, որն Ալիևը կանի, իսկ Փաշինյանը ոչ։ Փաշինյանը իմ խորին համոզմամբ ընդգծված ատելություն ունի հայ երիտասարդի նկատմամբ։ Նա ասաց. տնից կասկա վերցրեք, եկեք հաղթանակի խրախճանքին մասնակցելու, երկինքը չփակեց, հակաօդային պաշտպանական միջոցների փոխարեն կլուբնիկ առավ, տարավ, զոհեց 18-20 տարեկան երիտասարդների, հետո ասաց. կարող էր եւ պատերազմ չլինել։ Հիմա էլ ասում է, այդ ամենը արել եմ գիտակցված։ Ու անգամ անունները չհրապարակեց, որ անհայտ հերոս մնան։ Առաջ 18 տարեկաններին զոհում էր կամ ուղարկում գերության, հիմա չի թողնում անգամ դպրոցն ավարտել։ Միանգամից բանտարկում է։ 44-օրյա պատերազմում ամուսին կորցրած Արուս Հարությունյանն ասում է, Նիկոլ Փաշինյանը ֆոբիա ունի 18 տարեկան երեխեքի հանդեպ։ 18-ամյա Դավիթ Մինասյանը կալանավորվել է զուտ նրա համար, որ այդ օրը իր համար անհաջող է եղել եւ հանդիպել է Փաշինյանին, Նիկոլի սադրանքի սովոր թիկնապահին։ Քրգորստն էլ մակագրել են բոլորիս քաչ հայտնի դատավոր Մնացական Մարտիրոսյանին, որը այն դատավորներից է, որոնց մակագրում են գործերը, երբ ուզում են, որ պարտադիր կալանքը տրվի։ Պատանին, որն ունի առողջական խնդիրներ, ու դա հայտնի է դատավորին, ուշագնաց է լինում դեռ կալանավայր չհասած։ Ուշքի են բերում ու էլի տանում կալանավայր։ Ուզում եմ հարցնել, ինչու եք այդ պատանու կյանքը փորձում խորտակել։ Ապագայի հետևից ինչ եք ընկել։ Բայց հիշում եմ, որ սա մի իշխանություն է, որ 100 հազարավոր մարդկանց կյանք է խորտակել։ Կրկնում եմ, այս մարդը ընդգծված հակակրանք ունի հայ ժողովրդի նկատմամբ, անկախ տարիքից, սեռից, սոցիալական խմբից, քաղաքական պատկանելությունից, գործունեության ոլորտից։ Կանանց, մայրերի նկատմամբ ատելություն չէր հղի կնոջը մահացու վրա երթի ենթարկելն ու անօգնական թողնել հեռանալը։ Կանանց նկատմամբ ատելություն չէր մետրոյում մատթափ տալը երեխայի հետ երթևեկող կնոջ վրա։ Բոլորս ենք տեսել, թե ինչպես են բիրտ ուժով հրմշտում, գետնին տապալում ու քարշ տալիս որդեկորույս մայրերին։ Հայ կինը Նիկոլի օրոք ագրեսիայի թիրախ է։ Եթե սա հայատյացություն չէ, բա էլ ո՞րն է հայատյացությունը։ Կասեք։ Սա ատում է հայ տարեցներին։ 10,000 դրամը չեն իմանա ինչի վրա ծախսեն, անիմաստ բաներ կառնեն, այդ արտահայտությունը, կամ որ 25,000 դրամ ավելացնեմ թոշակը մեկա մրսելու են, այդ արտահայտությունը հենց նրանց նկատմամբ ատելության նշան է ու արհամարանքի փոխանակ ապահովի արժանապատիվ ծերություն ծաղրում է նրանց աղքատությունն ու անօգնական վիճակը, որի մեղավորը ինքն է։ Ատում է Արցախն ու արցախցիներին, դա մի անգամ չէ, որ ցույց է տվել։ Ատում է Սփյուռքը ու մի անգամ չէ, որ դա էլ է ցույց տվել։ Երկրորդ նախագահն օրերս հանդիպմանն ասում է, իմ քաղաքականությունը եղել է այն, որ ՀՀ նախագահը Հայաստանի Հանրապետության քաղաքացիների նախագահն է, բայց պատասխանատվություն է կրում բոլոր հայերի համար։ Սա գնում ասում է, ին վրա հույս չդնեք։ Մուտքը արգելում է սփյուռքահայերի, նրանց պայքարը ջուրն է գցում, Սփյուռքի թիկունքի հետևում պայմանավորվում է թուրքերի հետ։ Նիկոլը օգտագործելով հանդերձ ատում է ոստիկաններին։ Նիկոլը ատում է հարկ վճարողներին, միայն խոր ատելություն ունեցողը կոպեկ մուծած հարկեր, այսպես քոռուփուչկաներ։ Կրկնում եմ, ատելությունը սահման չի ճանաչում, բայց շատ սարսափելի է, որ այդ ատելության թիրախում պատանիներն են հիմա էլ, որոնց հետևից ընկել են պետական ապարատով։ Վաղը այդ ատելությամբ մտնելու է մանկապարտեզ, ապա ծննդատուն։ Բայց վախեցնել պատանիներին ախր չի կարող է գերության մատնել, բանտարկել, բայց չի կարող վախեցնել, ընդհակառակը նրանցից պետք է վախենա։
Նա ատում է հայ մարդուն օրորոցից մինչև վաստակաշատ տարեց։ Նիկոլ Փաշինյանը հայ ազգին խաբել է, որովհետև նա ունեցել է այս հայացքները, այս մտադրությունները մեր ազգի նկատմամբ, բայց փոխարենը ասել է. «Սիրում եմ բոլորիդ, բոլորդ վարչապետ եք, բոլորովդ հպարտանում է, կառավարության դուռը ձեր դուռն է» եւ այլն։ Այդ մարդը ատելության ու ստի անխափան գործարան է, որը աշխատում է 24 ժամ ու հումք է ստանում հենց իր ներսի թույնից։ Եթե կա երկու բան, որի մեջ այս իշխանությունը հասել է անգերազանցելի վարպետության, դա ստելն է ու ատելություն տարածելը։ Այսօր ապրիլի 1-ն է, Նիկոլ Փաշինյանի մասնագիտական տոնը։ Նա պարզապես սուտ չի ասում։ Նրա մոտ դա արդեն արվեստ է, կենսակերպ է, կառավարման միակ անփոխարինելի մոդելն է։ Այսօր կալանավորված դպրոցական Դավիթ Մինասյանը, որը Նիկոլի իշխանության գալու ժամանակ ընդամենը 5-րդ դասարան էր, խաբեության զոհ է։ Դավիթների ծնողներն էլ են խաբեության զոհ, որովհետև սա խոստանում էր ազատ խոսք, ազատ հանրություն, ժողովրդավարություն, անվտանգ միջավայր։ Նա խոստանում էր արդարություն ու արդարադատություն, իսկ նրա դատավորը կայացնում է ակնհայտ սխալ անարդար դատական ակտ, որը հենց նրան վաղը հասցնելու է վստահ եմ դատարան։ Նա խոստանում էր խաղաղ միջավայր, այսօր կարդում եմ, ինչ որ մանկապարտեզում տնօրենը աշխատողներին վիրավորել է, ակցիաներ են անում, ու տեսնում եմ, որ տնօրենը աշխատանքի վայրում է ոստիկանության հսկողությամբ, որ ոստիկանները նրան պաշտպանեն աշխատողներից, մանկապարտեզում։ Գիտեք Նիկոլի օրոք սա որերորդ դեպքն է, երբ մանկապարտեզի տնօրենը, դպրոցի տնօրենը, համայնքապետը գործ է գնում ոստիկաններով։ Այդպիսի բան երբեք չեմ տեսել նախկինում։ Նրանք բոլորը Նիկոլի ստեղծած խաբեության ու ատելության զոհն են։ Ժողովուրդ ջան, սա պարզապես վատ կառավարում չէ։ Սա նպատակային, հոգեբանական ու ֆիզիկական տեռոր է հասարակության բոլոր շերտերի նկատմամբ։ Մենք աղետի մեջ ենք, ավելի մեծ աղետ, քան պատերազմն է, որովհետև սա սահմանին չէ, սա ներսում է տեռոր ժողովրդի դեմ։ Մարդ, ով սնվում է հասարակությունը պառակտելով, ով ծաղրում է ծերերին, արհամարհում է կանանց եւ բանտ է տանում երեխաներին, չի կարող լավություն ցանկանալ այս պետությանը։ Գործ ունենք իշխանության հետ, որը օտար է մեզ, մեր արժեքներին, մեր պատմությանը, մեր նկարագրին։ Ինչ որ տեղի ունենում, ժողովուրդ ջան, զգոնության կոչ է։ Ձեզանից է կախված ձեր զավակը, որը դպրոցական է, վաղը ավարտելու է թե չէ, որ ավարտեց, ինչ ճակատագիր է ունենալու, ինչ երկրում է ապրելու։ Ոչ մեկը ապահովագրված չեք։ Դուք չեք կարող ձեր զավակի ու ինքներդ ձեր համար որևէ ապագա գծել այս իշխանության օրոք։ Երեք իր ապագան պլանավորած պատանին այսօր կալանավորում է ու մորը հարցնում է. դպրոցը կավարտեմ։ Ձեզանից, մեզանից է կախված, ժողովուրդ ջան, այս բոլոր անօրինական բանտարկվածները, երբ ազատ կարձակվեն ու ինչ տեղի կունենա մարդկանց կյանքը խորտակող այս իշխանական մեքենայի հետ։ Կարճ ասած, վստահ եմ, որ այս օրերին կատարվողը ել ավելի շատ թվով մարդկանց է տրամադրել իշխանության դեմ։ Ու արդեն շատեր տեղ բարձրացնում պատժի անխուսափելիության հարցը։ Ինչու են Ռոբերտ Քոչարյանին բոլոր հանդիպումների ժամանակ առաջինը նույն հարցը տալիս, որ գաք իշխանության, սրանց պատժելու եք արածների համար։ Ասում է այո, բայց մեկ է անընդհատ հարցը տալիս են, որովհետև երկու հանդիպումների միջև ընկած հատվածում էլի է մի հակահայ բան անում ու մարդկանց մոտ մեծացնում բացասական ռեակցիան։ Ժողովուրդ ջան, Նիկոլը ում կողքով անցնում է, դժբախտություն է բերում։ Ուրեմն պետք է ամեն մեկդ ձեզ համար արդեն հստակ որոշում կայացրած լինեք։ Այդ պատանին այսօր ուղարկվել է բանտ նույն է թե ադրբեջանական գերության։ Նիկոլն ասում էր. մեր գերիները մեզ կներեն եւս 1-2 ամիս գերության մեջ մնալու համար։ Իրականում դրան մնացել է 1-2 ամիս, եթե ժողովուրդը պատվով հաղթահարի հունիսի 7-ի փորձությունը։